Ժորժան Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայերի եւ թուրքերի միջև այդ բացասական մթնոլորտը, հայերի բացասական ընկալումը թուրքերին կապված է նրա հետ, որ KGB-ն է ուրեմն ձևավորել այդ մթնոլորտը եւ այդ իրավիճակը հայերի եւ թուրքերի միջև։ Կներեք, բայց ասեմ, որ 1915 թվականին, երբ թուրքերը իրագործեցին մեր դեմ ցեղասպանություն, մեր ազգի դեմ, KGB գոյություն չուներ, բայց եթե խոսքը գնում է անգամ ինչ-որ հատուկ ծառայությունների մասին, ռուսական, ապա ասեմ, այդ ռուսական հատուկ ծառայություններն են ստիպել թուրքերին լինել վատը ու ցեղասպանություն իրականացնել։ Թուրքերն ու ռուսները սաղկյանք եղել են կոնֆլիկտային երկրներ եւ իրար մեջ այնքան պատերազմներ են ունեցել, որ որևէ այլ երկիր եւ այլ պետություններ իրար մեջ չեն ունեցել։ Եվ ինչի մասին է խոսքը, այսինքն մենք դրանով փորձում ենք ներկայացնել, որ թուրքերը լավն են, հա, մենք իրաց պետքա լավ կողմով ճանաչենք, այդ լավ կողմը ո՞րն է եղել 1915 թվականի ցեղասպանությունը, որը իրանք են գործել եւ որևէ մեկը չէր կարող իրենց ստիպել։ Հիմիկվա հայտարարությունները Էրդողանի, որ 90-ականներից փակել են սահմանը, որտեղ Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունեն, որ Էրդողանը ասում է այսօր, որ պետքա Ալիևի բոլոր պայմանները դուք կատարեք։ Իսկ ինչ ասում Ալիևը, ասում է, որ Հայաստանը դա ադրբեջանական հող է եւ դա արևմտյան Ադրբեջան է, Սևան ադրբեջանական լիճ է եւ այլն եւ այլն։ Ինչ պետքա կատարենք ու ասենք թուրքերը լավն են։ Էրդողանը դա է այսօր պահանջում, ասում է կատարեք ամբողջական Ադրբեջանի պայմանները։ Ժորժան, դուք մեկնաբանեք։